մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ մեզ դիտում եք թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, իսկ իմ զրուցակիցը Կարպիս Փաշոյանն է, Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու, բարի օր։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ այստեղ եք, պարոն Փաշոյան կամ Կարպիս, ինչպես դիմեմ։ Կարպիս։ Նախ կանցնենք գոլեգաներ ենք։ Այո, ամեն դեպքում մեր ներքաղաքական իրավիճակը սկսենք քննարկել, հետո կուսակցական եւ նախընտրական հարցերին ավելի շատ անդրադառնանք։ Անձնագրերի հարցն է բավականին բուռն քննարկվում, գույնից մինչև բովանդակություն եւ պատկերների հարց, Մասիսի արկայություն եւ այլն։ Ոնց եք վերաբերում առհասարակ այս հարցին, գույնի մասով նախ հասկանանք, ինչ խնդրեմ մենք ունենք այդտեղ ու ինչու է այս հարցը այսքան ուժգին քննարկվում օրակարգում։ Եթե այս ամեն ինչը մեր հետ չկատարվեր, կարելի էր հեգնանքով եւ ծաղրով վերաբերվել կատարողին, բայց ցավոք սրտի այս ամեն ինչը կատարվում է մեր հետ եւ հանգեցնելու է շատ ծանր հետևանքների։ Թե անձնագիրը, թե անձնագրի փոփոխությունը, թե Արարատ լեռան հետ կապված է բարբաջանքները, թե դիվերսիան մեր մշակութային միջավայրի նկատմամբ վկայությունն են մի բանի, որ իշխանությունը իր արտաքին հովանավորների հետ միասին ապամոնտաժում են երրորդ հանրապետությունը եւ փորձում են ստեղծել մի նոր հանրապետություն, որը պարզ չի, թե ինչի մասին է լինելու եւ ինչ բովանդակություն է ունենալու։ Դե այդ անձնագիրը այս գործընթացի հերթական վուլգար դրսևորումներից մեկն է, հակապետական երբ հակապետական եք ասում, մի թեվել կա այս հարցի շուրջ, որ կարծիք է հայտնում, թե եվրոպական շատ երկրներ, տեսեք, կարմիր անձնագրերով են, մենք ինչով ենք պակաս, չէ՞ Եվրոպայից, մենք ձգտում ենք դեպի Եվրոպա ամեն դեպքում, որտեղ է խնդիրը։ Գիտեք, այդ ատրիբուտներով չեն դառնում եվրոպական դառնում են բովանդակությամբ, խաղի կանոններով, վարվելակերպով եւ մնացյալ այլ դրսևորումներով։ Ուզում ես ճակատիդ բերում այդ Եվրամիության աստղ կպցրու ու ֆրֆրա, բայց չի ստացվում, որ դու արդեն դարձար եվրոպական պետություն։ Եվրոպական պետություն լինելու համար անհրաժեշտ է ունենալ ինստիտուտներ, իշխանությունների տարանջատման սկզբունք, պարլամենտ, դատարան, գործադիր իշխանություն։ Հիմա ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած կառավարման մոդելը եվրոպական է։ Ինքն է ու միայն ինքը Սահմանադրական դատարանի նախագահն է, գլխավոր դատախազն է, երկրի գլխավոր քննիչն է, երկրի գլխավոր պոետն է եւ հրապարակախոսը, երկրի գլխավոր ընդդիմադիրն է։ Հիմա էլ ուզում է կաթողիկոս դառնա, սա եվրոպական մոդել է։ Իսկ ընդդիմադիր դաշտում Եվրոպա մեծ գիծով ապահում։ Ընդդիմադիր դաշտում ինձ համար այդ բառերը, այդ եզրույթները կեղծ են։ Ընտրությունից ընտրություն։ Չէ, Եվրոպա մեծ, Ռուսա մեծ, հակառուս, հակաարևմտյան, արևմտամետ, դրանք իմ համոզմամբ կեղծ կատեգորիաներ են։ Ես չեմ կարծում, որ հայտարարել, թե մենք պետք է դառնանք ԵՄ անդամ, ինչ որ մեկին դարձնում է Եվրոպա մեծ ուժ, որովհետև իմ խորին համոզմամբ եվրոպական լինելու համար պարտադիր չի լինել ԵՄ անդամ։ Բայց հանրության մեջ տրամադրությունները չէ փոխում, տրամադրվածությունն է փոխում։ Հանրության մեջ տրամադրությունները փոխում են ինպես ձերպես մարդիկ։ Եվ եթե մենք ուրիշ բաներ խոսանք, տրամադրություններն էլ ուրիշ կլինեն։ Եկեք խոստովանենք, որ տրամադրությունները կեղծ հիմքեր ունեն։ Կեղծ հետևողական ռոպագանդայի, փափուկ ուժի եւ մշակութային էքսպանսիայի հետևանք են այդ տրամադրությունները։ Իսկ ուր ենք ձգտում մենք առհասարակ, եթե փորձենք այդպես պատկերացնել, թե որ կողմն է մեզ համար ավելի, այսպես պետականամետ, մեզ օգնող, աջակցող, չգիտեմ, մեր տեսակին բնորոշ, միշտ այդ քննարկումները կան, չէ՞։ Ուկրաինայի առաջին նախագահը Կրավչուկը մոտ հետաքրքիր միտք ունի, խոսելով այդ Ուկրաինայի դեպի ԵՄ գնալու հեռանկարի մասին։ Ինքը տենց նկատում էր, որ պետք չի որևէ տեղ գնալ։ Եվրոպան է պետք վերել այստեղ։ Հայաստանը իր հիմքով, իր մշակույթով,
ընդհանուր առմամբ եվրոպական պետություն է։ Հայերը եվրոպական ժողովուրդ են, հետաքրքիր կապերով նաև ասիական միջավայրի հետ, այսինքն մենք խառնուրդ ենք, բայց նաև մեր մոտ շատ ազդեցիկ ներկայություն ունի եվրոպական մշակույթը, որի հիմքում քրիստոնեությունն է, մեր ժողովրդի վարքը, բարքը, բարքերը եւ այլն։ Իսկ սովետական մտածելակերպը չկա մեր մեջ այսպես ամրացած։ Ես մի փոքրիկ գաղտնիք բացեմ, սովետն էլ ինքնին եվրոպական մոդել էր։ Դե ինչ որ չափ։ Դա կոմունիզմը եվրոպական գաղափար է։ Եվ սովետի փլուզումից հետո, քանի որ թեման տարանք այստեղ, եվրոպական շատ որոշ մտածողներ կային, որ ասում են մեզ համար շատ ավելի հեշտ էր բանավիճել կոմունիստների հետ։ Դե որտեղ նույն առվակից ենք ջուր խմում, բայց շատ արդեն անհնար է դարձել խոսալ ռուս նացիոնալիստ իրրացիոնալ մուժիկների հետ, դրանք արդեն այլ մշակույթի կրող են։ Այսինքն սովետը ինքնին եվրոպական էր, եւ Ռուսաստանն էլ այն համոզվում եվրոպական պետություն, եւ հաճախ Ռուսաստանը դարձել է կամուրջ մեր եւ Եվրոպայի միջև, այսինքն եվրոպական գաղափարները Ռուսաստանի հետ միջնորդավորված են եկել հասել մեր տարածք, այսինքն սովետը պետք չի դիտարկել որպես առանձին հակա եվրոպականություն։ Եվ ուր ենք մենք գնում, ոչ միտեղ պետք չի գնալ, պետք է մնալ այստեղ եւ պահպանել այն ինչ որ հնարավոր է, ահագին բան մենք կորցրել ենք, բայց կան նաեւ կենսունակ արժեքներ, դրանք պետք է պահպանել եւ փորձել վերականգնել երկիրը, կասեցնել այս մշակութային դիվերսիան եւ այս առումով մենք հետաքրքիր տերմին ենք առաջ քաշել, անել ռեմոնտադա։ Այսինքն ֆուտբոլ նայում եք։ Տենց շատ քիչ։ Հա, Լա լիգա։ Ֆուտբոլային տերմինը, որը մենք քաղաքականացնում ենք, ռեմոնտադա ինչ իմաստով ենք օգտագործում, այսինքն Հայաստանի վերադարձ, Հայաստանի վերստին սուբյեկտ դառնալ, տարածաշրջանում հզորության, վերականգնում պայքար, աշխատանք, հետևողական աշխատանք, որպեսզի Հայաստանը կարողանա ապրել այս տարածաշրջանում։ Իսկ այդ սուբյեկտ դառնալ ինչից է կախված նախ եւ առաջ։ Այս շատերը կարծում են, որ պատերազմից տարիներ անցել ու մենք կարծես թե այդ գիծը արդեն վերականգնել ենք։ Էլ օբյեկտ չէ։ Շատերն կարծում են, շատերը չէ, իշխանությունն էլ կարծում է, որ Հայաստանը իր անկախությունը, իրական անկախությունը, հա, վերագտել է պարտությունից հետո։ Այդ ամենը կապված է նրա հետ, նախ դու ոնց ես նայում աշխարհին, ոնց ես նայում կյանքին, ինչ հարաբերություններ ես փորձում հաստատել արտաքին աշխարհի հետ, օրինակ քաղաքական ինքնիշխանության մասին խոսակցությունները կեղծ են, որովհետև քաղաքական ինքնիշխանություն որպես այդպեսին, որպես ինքնանպատակ չի կարող լինել, ինքը պետք է ունենա սյուներ, օրինակ մշակութային, ռազմական, տնտեսական, առանց այս բաղադրիչները հաշվի առնելու անլուրջ է քաղաքական ինքնիշխանության մասին խոսել։ Այս իշխանությունը եւ իր ռոպագանդիստները ինքնիշխանություն ասելով հասկանում են Պուտինին հայոյել, Պուտինի վրա օրինակ մունատ գալ, չգիտես ինչի մեր ինքնիշխանության հականիշ է դարձել Ռուսաստանը, որպես այդպեսին։ Հակառակ կողմից էլ ընդդիմությունը տեսնում է ընդդիմության գլխավոր անելիքը իշխանությանը հայհոյելը։ Դրանից ավել գործունեություն կարծես թե չկա այս բանը։ Հայոյանքը քաղաքական մշակույթի կարևոր ատրիբուտ է, բայց իմաստը կորցնում է եւ արդյունավետությունը, երբ ինքը փոխակերպվում է ինչ-որ դատարկ հայոյախոսության, առանց իմաստի եւ առանց նպատակի, ինչով որ զբաղվում է ընդդիմությունը։ Բայց շարունակելու միտքը չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն առանց մշակութային ինքնիշխանության։ Հիմա բայց այս իշխանությունը մարտահրավեր է նետել մեր մշակութային ինքնիշխանությանը եւ դրա սիրներին, ցեղասպանության հիշողությանը, Ղարաբաղյան շարժմանը, հայ առաքելական եկեղեցուն եւ այլն։ Այսինքն եթե մշակութային միջավայրը ինքնությունը կազմակերպում է, դու չես կարող ունենալ քաղաքական ինքնիշխանություն, այդպեսի բան չի լինում։ Այստեղ հարցերի հարցն է առաջանում, էլի, այս խնդիրները դրված են, մենք էլ մեզ համարում ենք քիչ թե շատ քաղաքակիրթ ազգ։ Ոնց հաստատվում, որ էլի քննարկումը նրա շուրջ է Նիկոլ Փաշինյանը 50+1-ը հավաքելու թե չէ։ Դա քաղաքակիրթ ազգ լինել չլինելու հետ կապ չունի, քաղաքական կառուցվածքն է այդպեսին մեր երկրում այլասերված,
ձևախեղված եւ նույնիսկ իրական բովանդակություններից անջատ եւ կա Նիկոլ Փաշինյան, որը առաջակաշում իր խաղեկանները ուզում է վերարտադրվի ամեն գնով եւ ամեն ինչի պատրաստ է եւ բարձր որ խոսակցությունը պետքա դրա մասին լինի։ Նա ճունի են հետեւողական ինքնահայեցողությունը, որ կարող է ես ինչ-որ մի բան սխալ եմ անում եւ պետքա գնամ։ Ամեն ինչի պատրաստ է ինքը, այդ թվում եւ Հայաստանի շահերը ոտնահարելու գնով միայն թե վերարտադրվի։ Եվ բնականաբար ցանկացած խելահեղ գաղափարախոսություն տևական ժամանակ ինչ-որ միտեղ գոյություն ունենալով պետքա ունենա իր հետևորդները։ Չկա ամեն գաղափարախոսություն, եթե մարդակերություն տևական ժամանակ քարոզենք մեր երկրում, ինչ-որ մարդիկ կգտնվեն, որ կդառնան դրա կողմնակիցը։ Հիմա բայց հարցը մենակ գաղափարախոսությունին չի, մարդը, որը պաշտպանված է ԱԱԾ-ով, դատախազներով, քննիչներով, հսկայական բյուրոկրատիայով, կաշառված բյուրոկրատիայով, պարգևավճարներով եւ բարձր աշխատավարձերով, ունենք մի հրաշավոր համակարգ, որը դիմադրում է, որը ուզում է վերարտադրվել եւ դուրս գալ իր կոմֆորտ զոնայից։ Եվ դրա դեմ հիմա պետքա պայքարել։ Այ դուք գրառում եք արել, որ ձեզ համար նախագահի թեկնածու որպես պատկերացնում եք Աջապահյանին եւ առհասարակ Աջապահյանի մասին Աջապահյանը սրբազան կամ arczepiskopos չեք ասում, իր հետ խնդիր երկու ունենակ։ Միքայել Աջապահյանի սրբազանին էր, բնավ ես որևէ կերպ չէի ուզում թիրախավորել։ Ինքը ծանր է տանում։ Ես էլ մի անգամ տենց մենք շատ սիրում հարգում ենք ռադիոներին։ Վերնակրի մեջ, երբ որ իրենց հարցազրույցը վերցնել, այդ arczepiskopos բառը մոռացել էի, մտածելով դե լավ պեչի, ինքին ասեց, տղա ջան, ես ով եմ։ Ներողություն Միքայել Սրբազանին դուք պատկերացնում եք նախագահի պաշտոնում, երբ ընդհանրապես Միքայել Սրբազանի մասին խոսում է, ես հիշում եմ իր վերջին ամենակարկառուն հայտարարությունը, որ նախագահները պիտի հետքայլ անեն, որպեսզի այս իշխանությունն էլ կարողանա այդպես խաղից դուրս գալ, կարծես թե բովանդակությունը մեծ մասամբ դրա մասին էր։ Արդյոք այդ գաղափարները դուք կիսում եք։ Քանի որ նախագահները պետք է հետ քաշվեն։ Այո։ Իհարկե կիսում եմ։ Ավելին ասեմ դրա մասին շատ եմ խոսել։ Իսկ դուք չեք ուզենա որ Միքայել Սրբազանի պես նախագահ ունենա մեր երկիրը։ Կուզեմ, բայց իր հետ քննարկել եք այդ հարցը։ Իր հետ քննարկելու հարց չկա, նախ ինքը արտաքին աշխարհի հետ կապից զրկված է, իդեպ միակ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդն է, որը իրավունք չունի շփվել արտաքին աշխարհի հետ, փաստաբանները չհաշված։ Մնացածը տեսնում եք որ լրագրողների հետ են շփվում, չգիտեմ, մասուլիսներ են տալիս եւ այլն, բայց ինքը զրկված է խոսքից եւ միգուցե նրա համար, որ իրական Նիկոլ Փաշինյանի ձևակերպման հրեշը ինքն է, բարի դրական իմաստով։ Նիկոլ Փաշինյանը ասում է երրագլուխ հրեշ, բայց ոնց որ թե իրական հրեշը իշխանության համար Միքայել arczepiskopos-ն է, որովհետեւ ինչպես հասկանում ենք, ինքը խոսքով էր քանդում այս իշխանությանը։ Իր հետ խոսալու հարց չկա, մենք այդ որպես տեսլական, առաջարկում ենք եւ ակնկալում ենք, որ այլ քաղաքական ուժեր կմիանան այս ծրագրին եւ դա կլինի ընդդիմության միավորման ինչ որ հիմք եւ այս կարգի մոբիլիզացիայի պարագայում կարծում եմ ոչ մի խնդիր չի առաջանա։ Ինչու հենց նախագահ, որովհետեւ այդ հարցը ինչու է հետաքրքրում, որովհետեւ մենք տեսնում ենք, չէ, նախագահը ինչ լիազորություններ ունի այսօր մեր երկրում, սիմվոլիկ դեր է, այսպես շատ կոպիտ չհնչի, բայց սիմվոլիկ դեր է կատարում։ Նպատակը ո՞րն է ձեր։ Այսինքն Միքայել Սրբազանը իր կերպարով պիտի պարզապես օրինակ լինի, չգիտեմ, կամ ոնց եք պատկերացնում։ Գիտեք, ներկայացուցչական պաշտոնները շատ կարևոր են, եթե կարևոր չլինեին, օրինակ նույն զարգացած երկրներում չէին պահպանվի։ Հիշենք այդ ավանդական միապետությունները, իրենց ձևական ներկայացուցչական լիազորությունները միապետներին կամ պարլամենտական հանրապետությունները իրենց նախագահները, որոնք էլ լիազորություններ չունեն, այստեղ լիազորությունների հարցը չի։ Հարցն է, որ մենք կարծում ենք, որ մեր երկրի ամենամեծ խնդիրն է, որ չկա իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Դատարանները, պարլամենտը,
գործադիր իշխանությունը կենտրոնացված են մի մարդու ձեռքում։ Երկրի նախագահ, երկրի գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահ վարչապետի աշխատողներն են դարձել։ Այդ թվում եւ նախագահը։ Հիմա մենք երկրում ունենք մի նախագահ, որը նույնիսկ ցեղասպանության օրը ուղերձ չի եղել։ Եվ մենք կարծում ենք, որ ի հակադրություն ուժեղ վարչապետական իշխանության, ուժեղ եւ անսանձ կառավարության, ով է լինի վարչապետ, պետք է նաեւ ունենանք կամ ձևավորենք ավանդույթ ունենալու ուժեղ նախագահական ինստիտուտ, ներկայացուցչական, որը իր հեղինակությամբ, իր պատկառելի կերպարով կկայացնի այդ ինստիտուտը եւ նաեւ կձևավորվի ավանդույթ, այսինքն ինքը կհակակշռի, այսինքն ուզում ենք հակակշռելը կամ այդ փողզսպումը սկսել նախագահի ինստիտուտից, նույնը պետք է անենք նաեւ պարլամենտի Սահմանադրական դատարանի պարագայում եւ Միքայել arczepiskopos-ը այն կերպարն է, որ կարող է դառնալ արդյունավետ նախագահ, փողզսպելով անսանձ եւ անվերջ իշխանությամբ գործադիր իշխանությանը եւ մյուս կողմից էլ իր հեղինակավոր խոսքը լսելի կդարձնի ինչպես աշխարհում, այնպես էլ մեր հանրության համար, իսկ մեր հանրությանը իսկապես պետք է հեղինակավոր անհատի խոսք, որովհետեւ մարդիկ բարձի թողի վիճակում են, կորցրել են իրենց ճշմարտությունների եւ հեղինակությունների մասին պատկերացումները, այս երկրում համարյա ինչ որ հեղինակություն չի մնացել, բոլորը քաոտիկ հայոյանքի գերին են դարձել եւ ինչ որ մեկը պետք է որ ինչ որ մի փուլում ասի հայ ժողովուրդ կանգար, հերիքա։ Ամեն դեպքում հոգեվորականներին քաղաքականություն բերելը իրենց վարկանիշի վրա մենք տեսել ենք, որ ազդեցություն է ունենում։ Ոնց է ունենում։ Վատ։ Այո, ինչ որ չափով վատ նաև։ Ես չեմ համաձայնվի, որտեղ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր ամենամեծ մոբիլիզացիան եղել է հոգեվորականի առաջնորդությամբ Բագրատ Սրբազանի։ Արդյունքը։ Դե արդյունքը չի նվազեցնում կամ չի ստվերում այն ինչ որ ես ասում եմ։ Արդյունքը վատն էր, որոշ մարդկանց ապաշնորության սխալ հաշվարկների քաղաքական փորձ չունենալու պատճառով, բայց այնուամենայնիվ դա վկայությունն է, որ հայ առաքելական եկեղեցին լուրջ անելիք ունի մեր միջավայրում։ Նկատի ունեմ հոգևոր դաշտում կարող է այդ խոսքը հնչել ու այդ կերպարը որ կա, կարելի է այդ դաշտից լինի, ինչ տարբերություն լինի քաղաքականության մեջ, թե մյուս կողմում։ Տեսեք, իմ համոզմամբ եկեղեցին չի կարող լինել ապաքաղաքական։ Ես քաղաքական առումով, քաղաքական ասելով չեմ հասկանում, որ դառնալ կուսակցական կամ չգիտեմ մասնակցել ընտրությունների եւ այլն եւ այլն։ Այդ նեղ քաղաքական իմաստով չեմ կիրառում եւ մենք երբ որ առաջարկում ենք Միքայել Սրբազանի թեկնածությունը, այն իմաստով չենք ասում, որ ինքը մեր կուսակցական ֆունկցիոներն է, մենք իրան առաջարկում ենք։ Մենք առաջարկում ենք որպես համազգային կերպար իրեն։ Բայց այդ մտայնությունը իսկապես շատ կեղծ է, երբ որ մենք արդեն դոգմա ենք դարձրել պետության եւ եկեղեցու անջատ լինելու սկզբունքը եւ մտածում ենք, որ եկեղեցու եւ հոգեվորականների միակ զբաղմունքը պետք է լինի փակվել իրենց եկեղեցիներում, աղոտ կարդալ, պատարակ մատուցել եւ չնկատել ու տալ այն հիմնախնդիրները, որ կուտակված են։ Բայց եթե եկեղեցին առաջնորդվի այդ տրամաբանությամբ, ինքը ոչինչով չի տարբերվի այլ կրոնական կազմակերպություններից, բայց ինքը կոչվում է հայ առաքելական եկեղեցի եւ նշանակում է, որ պատասխանատվություն է կրում այս ազգի ճակատագրի համար։ Հակառակ բaragam ինքը կյանքի խոսքն է, ոչինչով չի տարբերվում։ Եվ հիմա հիմարություն է եկեղեցուն քննադատել, ձեր ասացի համար չեմ ասում, այն մարդկանց, որ եկեղեցուն քննադատում են, թե ինչ են մտել քաղաքականությունը, դուք Արցախը հայաթափել եք եւ մտածում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը կամ մյուս հոգեվորականները պետք է լռեն, հա, այդպես չի լինում։ Կամ դե բոլորը, ինչպես տեսնում ենք, պիտի լռեն։ Շարունակելով միտքը, ինչա ձեզ թվում, որ ինչ որ կիսագրագետ քաղաքասարակության ֆունկցիոներ կարա ամեն առիթով կարծիք հայտնել երկրի ճակատագրի վերաբերյալ, իսկ բարձրագույն աստվածաբանական եւ փիլիսոփայական կրթություն ունեցող հոգեվորականները չեն կարող ով ասել, իրանք պետք է մտնեն իրենց վանքերը եւ այնտեղից դուրս չգան։ Եվ հիմա շատ քաղաքական գործիչներ խանդով են վերաբերվում այս հոգեվորականների
ակտիվացմանը, որովհետև հասկանում են, որ Դաշտում խելացի մարդիկ են հայտնվում։ հա, որ խելացի մարդիկ են, մրցունակ են, Վարկանիշ ունեն, պատկառելի, հա, խոսք ունեն եւ դրա համար շատ ծանր են տանում, բայց ես կարծում եմ, որ այն խնդիրները, որ ես նկարագրեցի, մենք միայնակ չենք կարող լուծել։ Մենք քաղաքական գործիչներով, ակտիվիստներով, քաղաքասարակության ներկայացուցիչներով եւ լրագրողներով չենք կարող։ Մենք բոլորս լոկալ ենք, եւ մեզ պետք է հայ առաքելական եկեղեցու օգնությունը, երկրի վերականգնումը կամ ռեմոնտադան կյանքի կոչելու համար։ Այս առումով մենք նաեւ առաջարկում ենք մեծացնել հայ առաքելական եկեղեցու դերակատարությունը։ Համախմբման եւ միավորման մասին առհասարակ խոսեցիք, որ կրկին անհրաժեշտությունը, բայց կան ուժեր այսօր օրինակ, որ մտածում են, որ այդ օրակարգը արդեն կեղծ է։ Միավորվել ընդհանրապես պետք չի եւ պետք է օրինակ առանձնանալ եւ առանձին պայքարի մեջ լինել, առանձին ուժերը փորձել, որովհետեւ դե տեսել են 21 թվականից հետո երկու նախագահները կամ երեք նախագահները չկարողացան միավորվել մեկ գաղափարի շուրջ, որքան էլ որ օրհասական էր կարծես թե այդ օրակարգը։ Ինչը կմիավորի այսօր։ Իդեպ դա բաստողնված շանս էր, երբ որ նախագահների հետ երամիասնությունը չստացվեց, դա իսկապես շատ կարևոր էր եւ ափսոսանքով եմ ես հիշում այդ օրերը, երբ որ դա չստացվեց։ Այդ միասնությունը երբեք չպետք է կեղծ լինի։ Օրինակ այս մեր առաջարկը Աջապայանի նախագահի պաշտոնում տեսնելու կարա ինչ-որ համագործակցության կամուրջ դառնալ, որովհետեւ մենք ասում ենք երկար բանակցել ենք նայ Մարուկյանը, որ լինի մեկ միասնական ցուցակ, չէ՞։ Դա չստացվեց, բայց մենք հայտարարել ենք, որ կամուրջները չեն կարել եւ կարա լինի։ Փակ չեն դռները։ Համագործակցություն չէ, իսկապես փակ չեն, բայց կան նաեւ սահմանափակող գործոններ, որոնք են այդ գործոնները մեր սկզբունքները, որովհետեւ մենք ասում ենք Հայաստանում չպետք է լինի Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ եւ այս հարցի շուրջ մենք կարող ենք աշխատել եւ նաեւ կարծում ենք, որ որևէ ուժ միայնակ այդ հարցը դժվար է կարողանա լուծել եւ դրա համար պետք է կոնսոլիդացիա, բայց այդ կոնսոլիդացիան պետք է ունենա շատ լուրջ հիմքեր, այլ ոչ թե ավազի վրա հերթական տունը կառուցենք եւ փլուզվի, ինչը մենք տեսել ենք 2020 թվականից հետո, երբ որ ընդդիմությունը բազմիցս էլի կանգնում էր նույն փոսխի վրա։ Ձեր ուժին մշտապես տեսել ենք որպես ընդդիմություն խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս։ Արդյոք եթե այս անգամ շանս լինի ստացվի, որ դուք լինեք խորհրդարանում, պատրաստ եք Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում լինել որպես ընդդիմություն։ Դա շատ բարդ հարց է։ Ես 35 տարի չեմ ապրել եւ չեմ քնել եւ արթնացել այն երազանքով, որ պետք է գնամ պարլամենտ, ամեն օր տեսնեմ Նիկոլ Փաշինյանին եւ Վահագն Ալեքսանյանին։ Ես կարծում եմ, որ մենք գնալու ենք խորհրդարան եւ ամեն ինչ անելու ենք, որ չտեսնենք Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, որ չտեսնենք այդ Վահագն Ալեքսանյաններին, այդ Արտուր Հովհաննիսյաններին եւ նմանատիպ այլ մարդկանց։ Բայց այսօրվա ընդդիմությունն էլ խորհրդարանական այդպես էր ասում ու շարունակում է այդպես ասել, բայց ասում է շատ բարդ է մեզ համար, բայց մենք շարունակում ենք։ Բարդ է, բայց մենք եւ այդ ընդդիմությունը նույնը չենք։ Նրանք մի քիչ տարբեր ընդդիմություն են։ Դրանք իշխանություն եղած ընդդիմություն է։ Հա։ Նաեւ որակական տարբերություն կա, ես չեմ ուզում իրենց թերագնահատել։ Մենք խոցելի չենք։ Մենք ազնիվ աշխատանքով, ազնիվ մարդիկ ենք, երբեք լևի փողի երես չտեսած։ Չտալանած։ Հա, այդ բառը չի ուզում կիրառել, հաջողորդի մանտրան է դառել այդ բառը։ Նաեւ կրթությամբ, պատրաստվածությամբ եւ այլն, չեմ ուզում այնտեղ գտնվող մարդկանց հիմա տենց շատ թիրախավորել, բայց այնուամենայնիվ եկեք խոստովանենք, որ մեր եւ երկրորդ նախագահի միջեւ էական տարբերություն կա։ Խոստովանենք։ Հա, եւ մենք այն միավորը չենք, որ հայ ժողովրդի պատկերացումներում օգնում է վերարտադրվել Նիկոլ Փաշինյանին։ Ես այդքան էլ ուշ չեմ վերաբերվում այդ պարադիգմային, հա, Փաշինյան Քոչարյան, բայց եկեք խոստովանենք, որ հայ ժողովրդի մոտ դա շատ մեծ ազդեցություն ունի, որովհետեւ օթում տիրապետող այն պնդում է, որ քանի կա Քոչարյանը, նա օգնելու է, որ Փաշինյանը վերարտադրվի։ Ճիշտ է, չի։ Այդքան էլ չեմ կարծում։
ճշմարտության հատիկներ կան, բայց նաև որոշ մարդկանց համար դա դառնում է ալիբի ամփոփվելու կոնֆորմիզմի մեջ, այսինքն հոգու խորքում այդ մարդիկ կամ ենթագիտակցրեն հաշտ են Նիկոլ Փաշինյանական գծի հետ, չեն ուզում ընդվզել եւ իրենց չընդվզելը արդարացնում են քաղաքական դաշտում Քոչարյանի լինելով կամ ռուսների հանգամանքով։ Ես դրանց անվանում եմ լատենտ նիկոլականներ, որոնք իրենց անգործությունը, իրենց ինտելեկտուալ դավաճանությունը հիմնավորում են, արդարացնում են Քոչարյանով, ռուսներով, ֆլանով, ֆստանով։ Այ 21 թվականից հետո շատ երկար ժամանակ խոսվեց երրորդ ուժի ձևավորման մասին։ Նոր ուժ, թարմ ուժ, ավելի լավը ու երկիրը այս իրավիճակից հանող ու նոր որպես այդպիսի նոր հայտնվեց Սամվել Կարապետյանի ուժը կարծես թե, բայց որքանով է այն նոր ձեր տպավորությամբ։ Այստեղ ոչ թե կուսակցության, այսպես եւ թիմի կողմից կարծիք հայտնեք, այլ որպես վերլուծաբան եւ մշտապես քննադատ։ Այդ վերլուծաբան բառը ինձ միշտ վախեցրել է։ Շատ բարդ ասել է, երրորդ ուժի պահանջն էլի մի փոքր չափազանցված մեր երկրում, ու էլի այդ ալիբի կարգավիճակն է միշտ ունեցել այդ որոշ ինտելեկտուալ շրջանակների մոտ, էլի իրանք իրենց անգործությունը միշտ արդարացրել են նրանով, որ կա Քոչարյան եւ կա Նիկոլ Փաշինյան, որտեղ է մեր երազանքների սոցիալ-դեմոկրատական գերմանական ճարտարապետությունից ազդված դասական փիլիսոփայությունից Մաքս Վեբերից եւ Կանտից ներշնչված այդ իդեալական ընդդիմությունը դա ինչ որ դե այդ մեր ներսից պիտի դուրս գա, չէ՞։ Դե եմ ասում էլի դրա համար դա դառնում է ինչ որ պատճառաբանություն իրենց համար, էլի ոչինչ չանելու եւ ինտելեկտուալ դավաճանություն։ Ես էլ ինչ եմ ասում, ասում եմ ժողովուրդ, ինչ որ հրաշամանուկների, հրաշքների կույսերի մի սպասեք, ունենք այն ինչ որ ունենք, սա է մեր քաղաքական դաշտը, այս պետությունը այս 30 տարիների ընթացքում սա է այս ցենուներին է կարացել արտադրի, ստեղծի եւ ունենք այն ինչ որ ունենք, հրաշքներ մի սպասեք եւ մտածեք որ կա նվազագույն խնդիր, այս ունեցած ռեսուրսներով այս նվազագույն խնդիրը լուծենք, նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք մերժելի են։ Իսկ ո՞նց անենք, որ սերունդը լավը դառնա։ Այդ խնդիրը ունենք, այդ վարկանիշի հարցը, առհասարակ մարդկանց կերպարների խեղաթյուրման հարցը, չգիտեմ, այսօր խնդիր է, չէ՞, մենք փնտրում ենք, ուզում ենք գտնել մարդ, ով վարկաբեկված չի ու երևի մատերի վրա կարելի է հաշվել։ Մենք մի օգու դրա համար առաջարկում ենք նախագահի պաշտոնում Աջապյանի, որը վարկաբեկված չի։ Բայց շատ բարդ է ասել, սերունդը լավն է թե վատն է։ Մենք չենք կարող ասել, որտեղ եթե նայում ենք, այդ նաև որոշելի այդ պսևդոինտելեկտուալներ sense չտես հայացքով են չնայում դեպի Արևմուտք, դեպի Ֆրանսիան, դեպի Ամերիկան, օրինակ կրթվածության մակարդակով մեր հասարակությունը չի զիջում միջին վիճակագրական ֆրանսիացուն եւ միգուցե գերազանցում է միջին վիճակագրական ամերիկացուն կրթվածության առումով։ Եվ այստեղ խնդիրը կրթվածության մեջ չի, այլ այդ քաղաքական, այդ միֆական հոսանքների պրոպագանդայի եւ այլն դրա համար էլ չգիտեմ ինչ ձեռնարկում ես էլի ինչ որ կեղծ անցալում եւ կեղծ մեկնաբանություն է ստանում տեսեք հիմա սոցիալական վիճակն է խեղդում ինտելեկտուալ լինելու այդ կարողությունը ավելի այսինքն սոցիալական ծանր վիճակը այո չեմ կարծում որտեղ նաեւ սոցիալական լարվածության հարցն է մեր երկրում մի քիչ շատ չափազանցվել օրինակ իմ վրա օրինակը բերեմ Երբ ես մի արտահայտություն կա, չէ՞, ասում են, հետո էլ կասեն, այս հայերը փող չունեն, բոլոր տեղերում այդ արտահայտությունն է։ Չէ, դրա համար մենք ասում ենք, այս ընտրությունները մի դարձրեք սովորական ընտրություններ, սոցիալ-տնտեսական հարցերը, որոնք կարևոր, իսկապես կարևոր են, բայց իմ ավելի կարևոր խնդիրներ կան, առաջին հերթին փրկել մեր պետությունը եւ սա չափազանցություն չի։ Դրա համար մենք կեղծ օրակարգ ենք համարում այդ թոշակների բարձրացնելու 10000 որ հարցը, աշխատատեղեր 300000-ին։ Մեր համար դա բանա կեղծ օրակարգ է եւ առաջնային պլան էս ազգային հիմնախնդիրները պետք է լինեն։ Այդ օրինակ վերում էլի, տեսեք, երբ ես քաղաքականությամբ չէի զբաղվում, ուղղակի գրում էի, բոլորը ծափահարում էին եւ նաեւ խրախուսում էին, ասում էին դու պետքա մտնես քաղաքականության մեջ, պետքա քո ասելիքը ասես։
Բայց մեր երկրում սենց է, եւ միգուցե ոչ միայն մեր երկրում, հենց դիրքորոշում ես հայտնում, որոշ մարդիկ նահանջում են։ Արդեն դիրքորոշումից կոնկրետ կամ դիրքավորումից վախենում են։ Հետո հաջորդ քայլը, էլի այտենց լիքը մարդիկ խրախոցում են, բայց երբ որ պահը գալիս է որ պետք է արդեն անցնեն գործի, դուրս գան գործողության, էլի լիքը մարդիկ նահանջում են։ Սա բանը պրոբլեմ է, մենք չգիտենք մարդիկ ինչ են ուզում։ Ամեն ինչ միևնույն ժամանակ ուզում են թշնամիներ միևնույն ժամանակ եւ Ռուսաստանի հետ, եւ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ, միևնույն ժամանակ ուզում են բարեկամանալ։ Հա, լիքն են այս միֆերը, սխալ ընկալումները, բայց իսկապես կա շատ լուրջ պրոբլեմ, եւ ես կարծում եմ, որ մենք այնքան էլ վատ սերունդներ չունենք, ուղղակի նրանք թունավորված են այդ ապաքաղաքականության, ապաքաղաքական միֆերով, եւ այդ միֆերը թույլ չեն տալիս, որ նրանք ավելի կենսունակ դառնան եւ ավելի գործունյա դառնան եւ խոսքը մենակ հիմիկվա մասին չէ, տարիներ, տասնամյակներ շարունակ այդ միֆերը անդադ վերարտադրվել են եւ հաճախ մեր երիտասարդները չեն հասկացել թե ինչ երկրում են իրանք ապրում։ Նաեւ այն երիտասարդները, որոնք 2018 թվականին եկան իշխանության, ես վստահ եմ, որ հիմա շատերն էլ հիմա չեն հասկանում։ Չեն հասկանում իսկական հիմնախնդիրները, չեն տեսնում իրական խնդիրները, քանի որ կա ինտերնետ, արհեստական բանականություն, Twitter, TikTok, Instagram, իրանք տեսնում են այդ կյանքը եւ իրանք նաեւ այդ ամեն ինչի միջոցով պատկերացնում են մասնակից միջազգային գործընթացներին, չէ՞, լայքում են Իլոն Մասկին, Twitter-ով կարդում են Թրամփին, լսում են բարձր երաժշտություն, նայում են ֆիլմեր, արթհաուսային եւ այլն։ Եվ իրենց աշխարհի քաղաքակրթության կենտրոնում են դարձնում, պատկերացնում, մոռանալով որ արժեքները փոխվում։ Հա, մոռանալով որ սա Հայաստանն է։ Եվ հետո երբ որ այդ խզումը իհայտ է գալիս, իրանք սկսում են ատել իրենց միջավայրը, որը նման չի իրենց վիրտուալ ստեղծածին եւ սկսում են հեգնանքով եւ առամարանքով նայել մեր ժողովրդին, մեր ավանդույթներին, մեր մշակույթին եւ այդ ամեն ինչը իրենց համար արխայիկ է թվում եւ դրա համար իրենք չեն հասկանում, որ Հայաստանը չի կարող դառնալ Բելգիա, չի կարող ապրել Ֆրանսիայի պես եւ այլն։ Չգիտեմ կարողացա բացատրել թե չէ, բայց այնուամենայնիվ նաեւ իմ մասնակցությունը պայմանավորված է երիտասարդությանը մոտիվացնելու համար, քանի որ ես եմ երիտասարդ, ընդհանուր լեզու կարողանում ենք հասկանալ եւ ես կարծում եմ, որ ինչ որ մոտ կայծա պետք իրենց գործի դնելու մի հատ հաղորդում կար, այս էլ ասեմ, հարցազրույցներ էին վերցնում, քաղաքական գործիչները հետևում էին ինֆոկոմով էր այդ հարցազրույցը, ուղղակի լրագրողների անունները չեմ հիշում, քաղաքական գործիչներին հարցումներ էին ցույց տալիս եւ արդյոք երիտասարդությունը իրենց ճանաչում է թե չէ։ Ոչ ոքի չեն ճանաչում։ Ոչ մեկի չեն ճանաչում եւ հիմա իրանք դա ներկայացնում են կշտամբանք քաղաքական գործիչների նկատմամբ։ Բայց ես ասում եմ ընդհանրապես այդպես չի, քաղաքական գործիչները դրանից չպետք է բարդությունավորվեն, դա երիտասարդների խնդիրն է, որ իրանք քաղաքական գործիչներին չեն ճանաչում, ապա քաղաքական են։ Իրանք չեն հասկանում, որ քաղաքական գործիչներն են իրենց ապագան, իրենց կյանքը, իրենց երկրի կյանքը որոշում։ Եվ ես ավելի հեռուն եմ գնում։ Եկեք այդ նույն երիտասարդների մոտ էլի հարցումներ անենք եւ ցույց տանք հայ ժամանակակից պոետների եւ արձակագիրների նկարները ճանաչեն։ Հիմա եկեք դա գրողներին, պոետներին մեր քննադատենք ասենք, «Վայ, ինչի ձեզ չեն ճանաչում»։ Այսինքն այդ երիտասարդության եկեք ցույց տանք Կանտի նկարը, չգիտեմ, Մոցարտի նկարը, կարող էլի շատ-շատերը Մարքսի նկարը կճանաչեն թե ոչ, չգիտեմ։ Դրա համար այդ երիտասարդության այդ կեղծ ֆետիշացումով մենք չպետք է զբաղվենք եւ մտածենք, հա, նենց բաներ անենք, որ իրանց դուր գանք։ Չէ, իրանք պետք է հասկանան, արձանագրեն իրականությունը եւ խաղի մեջ մտնեն եւ չապրեն կեղծ իրականության։ Սրա մասին ես արդեն, չգիտեմ, 10 տարուց ավել խոսում եմ։ Տեղ կհասնի մի օր։ Շնորհակալ եմ Կարպիս զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Կարպիս Փաշոյանն էր, իսկ ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, վաղը կհանդիպենք։